Այսօր պատմական օր է, այսօր լրանում է մեր երկրի անկախության հռչակման 108-ամյակը։ 1918 թվականի մայիսի 26-ին ժամը 17:10-ին այն ժամանակվա ազգային խորհուրդը ընդունեց անկախության մասին ակտը, որը ստորագրվեց 88 մարդու կողմից։ Սա առաջին սահմանադրական փաստաթուղթն էր, որի պատրաստմանը նախորդել էր բավականին դժվարին ուղի։ Խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ներկայիս ուսանողության և երիտասարդության պալատում, նախագահում էր Նոե Ժորդանյան։ Խորհրդի անդամներից և նիստի մասնակիցներից հետո 7 կետանոց անկախության մասին ակտը շուտով ներկայացվեց հանրությանը։ Պատմական իրադարձությանը հաջորդեցին առաջին կառավարության ձևավորումը, 15 կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները, առաջին սահմանադրությունը և պետական ինստիտուտների ձևավորումը։ Անկախ հանրապետությունը գոյատևեց 3 տարուց էլ պակաս։ Ուղիղ 2 տարի 9 ամիս անց խորհրդային ռուսական բանակի ներխուժումը հաստատեց 70-ամյա խորհրդային կարգեր։ Հենց 108-ամյա անկախության ակտի հիման վրա է, որ երկիրը վերականգնեց իր պետականությունը 1991 թվականին։ Վրաստանի անկախության օրը նշվում է երկրի մասշտաբով տարբեր միջոցառումներով։ Մայիսի 26-ին առավոտից այսօրվանից Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանում է զորակոչիկների երթման ավանդական արարողությունը։ Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդմամբ այս տարի Վրաստանի անկախության օրը նշող միջոցառումները կապված կլինեն քրիստոնեության 1700-ամյակի հետ։ Նրանց խոսքով այս տարի այսօր երթման արարողությունը կլինի ամենամեծը և առաջին անգամ զորակոչիկները կերթվեն Թբիլիսիի և Վրաստանի 12 շրջանների ամենահին քրիստոնեական եկեղեցիների և վանքերի առջև։ Մայրաքաղաքում, Օրբելյանի հրապարակում և Ալեքսանդրովի այգում ամբողջ օրվա ընթացքում կանցկացվեն մշակութային, մարզական, ժամանցային և մանկական միջոցառումներ։ Ժամը 17:10-ին անկախության հռչակման պատմական պահը կնշվի ողջ երկրի մասշտաբով, կհնչի Վրաստանի օրհներգը։ 1700 տարվա հավատքը մեզ հզորացրել է, սերը միավորել։ Սա այս տարվա անկախության օրվա կարգախոսն է, որը կապված է Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու տարեդարձի հետ։ Այսօր Օրբելյանի հրապարակը և հարակից փողոցները լի կլինեն տարբեր միջոցառումներով, որտեղ նախատեսված են մանկական և մարզական միջոցառումներ, ինչպես նաև ցուցահանդեսներ և վաճառքներ։ Օրվա վերջում կկայանա մայիսի 26-ին նվիրված գալա համերգ։ Բաթումիում Վրաստանի անկախության օրը նշվում է Այբուբենի աշտարակի մոտակայքում։ Ժամը 11-ից արդեն հյուրերին հյուրընկալում են կրթական և մարզական միջոցառումներ, ինչպես նաև տեղի ձեռնարկատերերի ցուցահանդես վաճառքը։ Օրվա գագաթնակետը կլինի ազգային օրհներգը, որը կհնչի ժամը 17:10-ին։ Ավելի ուշ բեմ կբարձրանան Բաթումի երաժշտական կենտրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ֆոլկլորային համույթներ և Ուրսա խումբը։ Վրաստանի անկախության օրը նշվում է նաև աշխարհի տարբեր մասերում։ Բրազիլիայում հեռուստաաշտարակը լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով, Կորեայում Նամսան աշտարակը, հայտնի ճարտարապետական համալիրները և կամրջի շատրվանը զարդարվել են վրացական գույներով։ Շաբաթվա ընթացքում ցուցադրվել են նաև Վրաստանի պետական դրոշներ։ Տոնական միջոցառումների շրջանակներում Բուլղարիայի մայրաքաղաք Սաֆիայում պաշտոնապես բացվել է Թբիլիսիի հրապարակը։ Վաշինգտոնի քաղաքապետ Մարիլ Բաուզերը 2026 թվականի մայիսի 26-ը հայտարարել է Վրաստանի անկախության օր Վաշինգտոնում։ Քանի որ Վրաստանը միջազգային հանրության արժեքավոր անդամ է ժողովրդավարական արժեքների, դինամիկ տնտեսական զարգացման և ռազմավարական միջազգային համագործակցության խթանման գործում, և քանի որ Ամերիկայում վրացական համայնքի ժառանգությունը, ավանդույթները և նվաճումները մեծապես հարստացնում են մեր տեղական համայնքների և ազգերի մշակութային ժառանգությունը և տնտեսական աճը, և քանի որ Վրաստանի դեսպանատունը ամրապնդում է Կոլումբիայի շրջանը իր ներկայությամբ և մեր համայնքների հետ մշակութային համագործակցությամբ, և քանի որ մեր արժեքավոր հարաբերությունների և մշակութային կապերի պատվին մենք միանում ենք վրաց ժողովրդին և վրացական սփյուռքին նշելու Վրաստանի անկախության օրվա 35-ամյակը, ես Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարում եմ, որ 2026 թվականի մայիսի 26-ը Վաշինգտոնում որպես Վրաստանի անկախության օր ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակության այցը Վրաստան շարունակվում է, այցի կարևորությունը գնահատվում է քաղաքական ողջ սպեկտրում, իշխող թիմը այցը դրական է համարում և հույս է հայտնում, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ինտենսիվորեն կզարգացնի երկու երկրների միջև խաղաղության գործընկերությունը։ Ընդդիմությունը մյուս կողմից նշում է, որ վրացական երազանքը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկի Վրաստանի և Ամերիկայի միջև հարաբերությունները վերագործելու համար։